Իսկ ինչպես են փորձում վարկաբեկել կամ ազդել երկրորդ նախագահի վարկանիշի վրա։ Անկախ նրանից, թե Ռոբերտ Քոչարյանն ու իր գլխավորած ուժը որքանով են պատրաստական ու համաձայն միանալ իմպիչմենթի այդ գործընթացին, չնայած որ անհնար է թվում այն, ըստ երևացող կողմի ու ըստ վերլուծության, անընդհատ հայտարարում են, թե Հայաստան խմբակցությունը դեմ է, որովհետև Քոչարյանը թույլ չի տալիս։ Այնինչ հենց սկզբից խմբակցությունը հստակ ասել է միանալու մասին եւ վերահաստատել։ Բայց դա չի խանգարում այդ մարդկանց, որ փորձեն կարծիք ձևավորել, թե Նիկոլին հեռացնելը եղած գործ է, երկրորդ նախագահը դեմ է։ Իհարկե նշեցի, փորձում են վարկաբեկել, ոչ թե վարկաբեկում են, որովհետև չեն պատկերացնում խելացի մարդու, որ կարող է լուրջ ընդունել այս անհեռանկար գործընթացը։ Այս պահին իրական շանս կա, որ Հայաստանը իշխանափոխությունից հետո շատ արագ վերականգնի եւ երկիրը ոտքի կանգնեցնի թե ռազմական, թե անվտանգային, թե տնտեսական եւ այլ առումներով։ Չեմ կարծում, թե իմպիչմենթի հեղինակներն ուզում են ձախողել Հայաստանի այս հեռանկարը։ Նրանք պարզապես ուզում են իրենց առաջարկել հարաբերությունները կարգավորողի եւ երկիրը այս վիճակից հանելու դերում։ Էլի կարելի էր փորձեր անել, բայց այդպիսի մի փորձ արվեց դեռ 2018-ին, մինչ այսօր քանդում ու թունավորում են։